Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ, ողջույն Ազատ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Իհարկե պլանավորել էի, որ մեր զրույցը պիտի սկսենք Հայաստանի ներքաղաքական որոշ զարգացումներից, կաթողիկոսի եւ եկեղեցու դեմ հարձակումներից, բայց քանի որ ավելի տաք թեմա է Իսրայել-Իրան հակամարտություն, սկսենք դրանից եւ քննարկումը կավարտենք եկեղեցու հետ տեղ ունեցող այս իրադարձություններով։ Իսրայելը լուսադեմին հարվածներ է հասցրել իրանական տարբեր օբյեկտների, միջուկային օբյեկտների, սպանվել է գլխավոր շտաբի պետը, կարևորագույն այլ պաշտոնյաներ, գիտնականներ, որոնք միջուկային ոլորտում են ներգրաված։ Ես հիշում եմ, որ դուք գրառում եք արել եւ սпасել էր այս հարձակումը մի կողմից, որովհետեւ նաեւ Միացյալ Նահանգները ամենը 1-2 օր առաջ իր դեսպանատան աշխատակիցներին Իրաքում իր դեսպանատան աշխատակիցներին տեղահանել էր, այո, տեղափոխել էր այլ վայր, ինչը նշանակում է, որ իրենք ակնկալում են կամ սպասում են, որ նման հարված կարող է լինել։ Հիմա արդյոք ինչ տեսք կարող է ստանալ այս պատերազմը, սա մեկ, երկրորդը Միացյալ Նահանգները հերքում է իր մասնակցությունը այս հարվածներին եւ զուգահեռաբար ընթանում էին Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններ եւ գլխավոր հարցը ինչ տեսք կարող է ստանալ, այսինքն լայնածավալ կդառնա թե ոչ։ Տեսեք, կարող ենք սկսել նրանից ինչ որ ոնց ուզեցել եք սկսենք, այսինքն հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող այս հարձակումներից սկսած, քանի որ մեկը մյուսի հետ անմիջական կապ ունի։ Այս ամենը համաշխարհային մեծ խաղի համատեքստում պետք է ամեն բան դիտարկել։ Ինչու մենք համոզված, որ նմանատիպ բան է լինելու Իրան եւ Իսրայել առճակատման են գնալու։ Տեսեք, բանագնացները հայտնեցին, որ կիրակի օրը լինելու է 6-րդ փուլը Իրան ԱՄՆ միջուկային բանակցությունների մասով, բայց դրանից անմիջապես հետո լուր տարածվեց, որ Իրաքում ամերիկյան դեսպանատնից հանում են իրենց աշխատանքը տարհանում են, ոչ թե խորհուրդ են տալիս դուրս գալու կամ զգուշ վտանգ կա կամ նմանատիպ այլ բաներ, ուղիղ տարհանում են այնտեղից։ Ինչը նշանակում էր, ինչը խոսում էր արդեն բանակցությունների ելքի մասին, որ փակուղում են գնալու է առճակատման, բայց կարծում եմ, որ փոքր բան է լինելու, քանի որ մեծ բանի ամենալավ ցուցիչներից մեկն է, այսինքն հավաքական արևմուտքն դեմ մնացյալի, լավագույն ցուցիչներից մեկն է մեր տարածաշրջանը։ Ըստ մեր տարածաշրջանի մենք հասկանում ենք արևմուտքը գնում է մեծ բանի, թե փոքր թիրախային հարվածների։ Որն է ցուցիչը։ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը։ Այսինքն երբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, նշանակում է հատվածում նշանակում է Իրանի դեմ, երբ գնաց Սյունիքի վրա, Ադրբեջանը գնաց Սյունիքի վրա, եկավ Սյունիքի վրա հարձակման, դա նշանակում է, որ շատ մեծ պատերազմի մեկնարկը տրվել է առանց կաշկանդվելու, կարող ենք ասել, որ սա երրորդ համաշխարհային պատերազմն է, երբ որ Ադրբեջանը հարձակվեց Սյունիքի վրա, բայց Իրանին ճնշելու համար, եթե նկատեք, Նեթանյահուն կարծեմ մի քանի ժամ առաջ հայտարարություն տարածեց, ու ինչ էր ասում, որ Իրանի ժողովուրդը կարող է բռնապետությունից ազատվել, այսինքն մինչ այս պահը դրանք դեռ լայնամասշտաբ բան չեն ուզում անել, դեռ ուզում են իշխանափոխություն, այսինքն տեսեք, իրանցին այսօր առավոտ քնից զարտում է եւ տեսնում է, որ իր բանակի, իրենց որ ներկայացնում են անհավտ բանակի շտաբի պետը տանը մեջ զոհվել է,
այսինքն սկսվելու է անվստահության process-ը։ Հիմա արդեն սկսել այս ամեն ինչ իրանք օգտագործելու են, այս հատուկ գործողություն իրանք օգտագործելու են, որպեսզի Իրանի ներսում կարողանան բան փոխել։ Սա դրան է միտված։ Ես այսօր առավոտ լսեցի Իսրայելի առողջապահության նախարարության, սոցիալ-նախարարության հայտարարությունները կոչերը ժողովրդի Նեթանյահուի կոչը ժողովրդին, հասկացա, որ ինչ-որ կարճաժամկետ բան է, որովհետև 10-12 օրվա մասին էին խոսում, որ 10-12 օր պետք է դիմանաք այսքան օրվա պահոստ վերցրեք, ջուրը վերցրեք այսքան օրվա, նշանակում է այդպիսի կարճ բան կանեն ու հետո կսկսեն արդեն ներքաղաքական process-ներ գեներացնել։ Բայց լավ, պատերազմները սովորաբար հեշտ սկսում են եւ դժվար կարողանում են ավարտել կանգնեցնել։ Այո, շատ Հիմա ո՞րն է Իրանի ներողություն, Իսրայելի հաշվարկը, որ իր սկսած պատերազմը հենց այդքան պիտի ավարտվի։ Իսկ եթե Իրանը այլ պլաններ ունենա, թե Իրանը ռեսուրսներ չունի այլ պլաններ ունենա։ Տեսեք, Կամ ռեսուրսների Իրանի ձեռնտու չէ այդ մեծ պատերազմը։ մեծ պատերազմը ոչ մեկի ձեռնտու չէ։ Ոչ ոքի ձեռնտու չէ։ Այսինքն մեծ պատերազմը բանը որ Բացի կարող Իսրայելից, թե Իսրայելն էլ ձեռնտու չէ։ մեծ առումով մեծ պատերազմ միայն Իսրայելին է, Իսրայելն էլ չէ, Նեթանյահուին է ձեռք տալիս։ Ուղիղ Նեթանյահուին եւ Նեթանյահուի Շրջապատին։ շրջապատին։ Մնացածը բոլորին ձեռք չի տալի մեծ պատերազմը։ Կարող է վերահսկողությունից Իրանի պատասխանը ես երբ որ այսօրվա կոնե պատասխանը առնվազն տարակուսանք է առաջացնում, որովհետև դեպի Իսրայել արձակել 100 դրոն դանդաղ շարժվող եւ հրապարակել տեսանյութեր եւ ասել որ դրանք մի քանի ժամից կլինեն Իսրայելում, դա եւս գալիս է կարծեք թե ապացուցելու ձեր այն խոսքը, որ Իսրայելի նպատակը հուզումներ առաջացնելն է Իրանում, Իրանի նպատակն էլ այս քարոզչական բաներով այդ հուզումները կանխելն է, որ լավ դե պատասխանեցինք Իսրայելին, պետք չի հրապարակումը, այսինքն հին դեղ բարձր դեղ ես մի վիդեո տես կարճ տեսա, բարձր որ արհեստական բանականությամբ ստեղծված վիդեո է, որ տենց հազարավոր հրթիռներ եւ հազարավոր դրոններ գնում են դեպի Իսրայել, որ սա պատիժ է լինելու, այսինքն իրանք տեղեկատվական այս ամեն ինչը Իսրայելն օգտագործելու է տեղեկատվական դաշտում ժողովրդի մեջ անվստահություն հայտնել իշխանությունների նկատմամբ, որը պատճառ կհանդիսանա ներքաղաքական որոշակի ցնցումներ ստեղծելու համար, Իրանն էլ նույն կերպ պաշտպանվում է դրանից։ Այսինքն այդ ներքաղաքական process-ների դեմ ինքն էլ նման վիդեոներով էլի տեղեկատվական դաշտում է։ Ինքն էլ չի տանում ռազմական դաշտ։ Այսինքն ինքն էլ չի տանում տակ ձևով այդ հարցերը լուծելու։ Իր դեմ անում են գործողություն, որը պետք է օգտագործեն ներքաղաքական հասկանալի է, բայց այստեղ այնուամենայնիվ հասկանալով Իրանի նպատակները, Իսրայելի նպատակները, ներողություն, Իսրայելը թեկուզ եւ չհասնելով իր, եթե չկարողանա հասնել այդ իշխանափոխությանը, այնուամենայնիվ այնպիսի թիրախներ է խոցել, որ դա Իրանին լուրջ թուլացնելու եւ մարդկային առումով եւ բազաների առումով, հա, այսինքն կարծեք թե բանը Իսրայելը երկու խնդիր է իր առաջ դրել եւ լուծում։ Նվազագույն խնդիրը խփում ենք, հարվածում ենք այն ինչին կարող ենք, թիրախային հարվածներ, այո, ոչնչացնում ենք կամ սպանում ենք այն հրամանատարներին, գիտնականներին, որոնք մեզ խանգարում են, իսկ եթե ստացվի իշխանափոխություն ավելի լավ։ Այո։ Դե, բայց մեծ պատերազմն ամեն դեպքում անխուսափ է։ Ինչու՞։ Տեսեք, ինչու է անխուսափ, որովհետև Իրանում էլ նստած են մարդիկ, որ այդպիսի հեշտությամբ չեն տալու այս ամեն ինչը։ Այսինքն Իսրայելը հասցնելու է մի կետի, հիմա ոնց է Նեթանյահուն տեղ չունի, չէ՞, կամ ներքաղաքական ճգնաժամ լինելու իր լիկուդ կուսակցությունը դուրս գա քաղաքական դաշտից, կամ արտաքին ճակատով ինքն իր իշխանությունը ամրացնում է եւ երկարացնում է։ Նույնն էլ այս ամեն ինչը լինելու է Իրանում։ Տանելու են մի կետի, որ ստիպված գնա պատերազմի։ Այսինքն Իրանում, եթե մենք այստեղ նստած հասկանում ենք, որ Ադրբեջանը գիրացվում է Իրանի եւ Ռուսաստանի դեմ, ճիշտ է, խնդիր ստեղծելու։ Այսինքն 44 օրյա պատերազմի ժամանակ Իրանը, որ ողջունում էր Խուդաֆերինի կամուրջից Ադրբեջանի հաջողությունները, ինչ իմաստ էր, որ ամեն կերպ ուզում է բարիդրացիական հարաբերություններ կրվից խուսափում է։ Ինքս էս խուսափելով հասնելու է մի տեղի, որտեղից արդեն ճար չի ունենալու։ Կամ խայտարակ ձևով պետք է հանձնվի,
կամ գնա մեծ պատերազմի։ Որտեղ լինելա չէ, ասում պատերազմից Խուսափել չես կարող խուսափել, պիտի մտնես պատերազմից, որովհետև անընդհատ խուսափելով դու հայտնվելու ես քեզ համար ամենաանհարմար դիրքում։ Ամենաանհարմար դիրքում ես հայտնվելու, որտեղից արդեն երկը քո համար շատ ավելի վատ է լինելու, քան մեկնարկային կետում։ Հիմա Իրանը գնում է դրան։ Այս ամեն ինչը պարզ էր դեռ մեր 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսինքն բոլորս գիտենք, նույնիսկ արդեն Թուրքիայում են Ադրբեջանի դեմ Ալիևի դեմ ցույցեր անում, բայց Իրանը փորձում է Ադրբեջանի հետ եզրեր գտնի, պայմանավորվի, զորավարժություններ անի, ինչ-որ զիջումների գնա։ Այսինքն սա տանելու է մի կետի կամ պիտի խայտարակ ձևով հանձնվի, որը քիչ հավանական է, պատճառն այն է, որ ամեն դեպքում այնտեղ իրոք իսլամական հանրույթ կա։ Եվ ուժայիններում, եւ ժողովրդի մեջ, որոնք այտենց հեշտությամբ չեն տալու։ Սա նշանակում է, որ ավելի հավանական է մեծ պատերազմը, քան խայտարակ պարտությունը, հանգիստ խայտարակ պարտությունը։ Դուք ասացիք, որ Սյունիքով է սկսելու այդ մեծ համաշխարհային մեծը այո դրա համար։ Այսինքն մենք բնավ բացատրենք ինչու Սյունիքով, որովհետև Սյունիքը այս պահին Իրանի համար լոգիստիկ կարևորագույն ոչ միայն Իրանի համար, ոչ միայն այստեղ կարևորը ոչ միայն Իրանի համար, նաև հակառակ կողմի համար։ Ոչ։ Այստեղ ամենակարևորը, ուրեմն մենք պետք է նախ Իրանի մասով մեր մոտ Իրանի դերը գեր ուռճացված է, գեր։ Այս վերջին շրջանում հայտարարությունները հիշում եք, մեր համար այս ամեն ինչը կարմիր գիծ է, մեր համար այս ամեն ինչը կարմիր գիծ է, չէ, այստեղ գնան կարմիր գիծ է, այստեղ գնան կարմիր գիծ է, տարածքային ամբողջականությունը խախտվեց կարմիր գիծ է, նմանատիպ հայտարարություններ են անում այստեղ, բայց մի հանրույթ տենց անվերապահորեն վստահում է Իրանին եւ Գիտեք, մենք սրա դա նորմալ է, դա ներողություն տեղեկատվական ինչ-որ ազդեցության տակ ընկած շրջանակներ, ինչու, որովհետեւ եթե հիշում եք, մենք միասին այստեղ քննարկել ենք, որ մի պետություն որի մայրաքաղաքում սպանում են իր բարձրաստիճան հյուրին, Հանիի մասին է խոսքը, եւ ինքը չի կարողանում, ես չեմ դատապարտում Իրանին, բայց ինքը չի կարողանում տալ այնպիսի պատասխան, որ այդ սպանողները այլևս գործողություն չանեն, նշանակում է ավելի մեծ օպերացիա է։ Հիմա ավելի մեծ վստահաբար, այսինքն Թեհրանում բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը ավելի մեծ կարմիր գիծ է, քան Սյունիքի վրա հարձակումը։ Սա պետք է հասկանալ։ Ուրեմն 21 թվականի հունվարից Իրանն ասում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեր համար կարմիր գիծ է։ Դրանից հետո Հայաստանի տարածքային ամբողջականությունը առնվազն մի քանի անգամ խախտվել է։ Եվ ոչ մի արձագանք չի եղել։ Հիմա ժողովուրդն ասում մենք հավատում ենք Իրանին, դուք ասում եք էլ մի հավատացեք։ Չէ, պետք չի Իրանին հավատալ, ով ասում է Իրանին հավատացեք, շատ վատ տեղ է տանում, այդ օրինակները կարելի է ցույց տալ, որ 21 թվականի հունվարից Իրանն ասում էր մեր համար տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, բայց մի քանի անգամ առնվազն այդ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվել է եւ Իրանը լուռ է մնացել։ Նման հայտարարություններ Իրանը 92 թվականից մեր մասով անում է, եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտվի, սա մեր համար կարմիր գիծ է, մեր եղբայրական մուսուլման ժողովուրդներն են, մենք դուրս են գալու, բայց գիտեք ինչ տեղի ունեցավ 92, 93 եւ 94 թվականներին։ Իրանին պետք չէ շատ ուռճացնել, Իրանին պետք չէ այդպիսի մեծ դեր հատկացնել։ Այստեղ ամենակարևորը մեր ռեգիոնում Ռուսաստանն է։ Ռուսաստանն է մտնելու այս ամեն ինչի մեջ։ Ուրեմն, երբ հասկացանք, որ Իրան, Իսրայել արճակատում է լինելու, նմանատիպ բան է լինելու։ Օրեր առաջ մամուլում ինչ լուր հայտնվեց։ Ուկրաինայում Իսրայելի դեսպանը ասեց, որ մենք Ուկրաինային փոխանցել ենք պատրիոտ համակարգ։ Արտգործնախարարության նախարարության պաշտոնյան ասեց դա հերքեց անիմաստ հայտարարություն։ Անիմաստ հայտարարություն է, այսինքն ասեց, չէր կարող չէ դեսպանը նման հայտարարություն անել։ Այսինքն այստեղ բան խախտվեց։ Հետո ինչ հայտնվեց համացանցում, որ Ռուսաստանը Իրանին պանցիր է տվել, պանցիր 1 է տվել։ Այս ավելի պետք է հետ գնալ, այսինքն բանակցություններ է գնում, խախտվում է, նման մի բան է լինում։ Բայց այստեղ Ռուսաստանի դերն է գերկարևոր։ Սյունիքում էլ դրանից առաջ ինչ եղավ։ Հիմա գանք հայ առաքելական եկեղեցու դեմ այս հարձակմանը։ Ներողություն Սյունիքի մասին որ խոսեցիք, կգանք դրան հիմա։ Սյունիքում հյուպատոսություն տալիս են Ֆրանսիային, տալիս են Իրանին, բայց չեն տալիս Ռուսաստանի Դաշնությանը։ Դրանով է պայմանավորված։ Սյունիքի անցակետից հանում են ռուսներին։ Կա տեսակետ, որ սահմանապահներին ընդհանրապես հանելու են։ Այո, որովհետև այստեղ գիտես ինչ եմ նմանեցնում, որ
Մենք ունենք տարածաշրջանային, ինչպես դու ասել, կոնկրետ դերակատար, որի հետ կարելի է մեր խնդիրները լուծել, լեզու գտնելով, հասկանալով ռուսների հետ։ Բայց ինչ են անում այստեղ գործակալական ցանցը, ասում են, հələ նայեք Իրանը, հələ չէ Ֆրանսիան նայեք, հələ կարող է Վրաստանը մեզ օգնել, հələ Թուրքիան, եկեք գնանք թուրքերի հետ պայմանով։ Այսինքն բոլորի նպատակը սա է՝ շեղել իրական բանից հնարավորությունից Հայաստանին, Ռուսաստան եւ կեղծ հնարավորություններ ներկայացնել Սյունիքում հյուպատոսության, այսինքն ինչ խնդիր կա, եթե Իրանը կարող է հյուպատոսություն ունենալ, Ֆրանսիան կարող է, ինչու չի կարող Ռուսաստանը ունենալ, որովհետեւ Ռուսաստանը իրականում կարող է պաշտպանել Սյունիքը, այս է իրական պաշտպանը Հայաստանի տարածքային ամբողջականության, Ռուսաստանն է, այստեղ պետք է ամեն պատե առիթի ասել, որ հայոց պետականության հիմա ասենց սահուն կանցնենք հայ-առաքելական եկեղեցու թեմային, ուրեմն նոր եւ նորագույն շրջանում պատմության նոր եւ քանի անգամ դուք ասել ես ամեն պատե առիթի ասում եմ նոր եւ նորագույն շրջանում տեսեք ապերախտությունը շատ վատ բան է մեր այն հայրենակիցները որոնք անիրազեկ են չգիտեն իրենց ներելի է բայց այն մոլորեցնողները այդ հայտական կոչված մենք ես միմիայն ես երբեք զոմբի կամ նախիր բառերով անիրազեկ մարդկանց չեմ պիտակավորել որովհետև այն գիտակցումով որ ինչ որ մի պահի նույն անիրազեկը կարող եմ ես լինել նշանակում է եթե ես ժողովրդին նման բան ասեմ սա առաջին հերթին ինձ կարող եմ ասել մեր համար նախիր նմանատիպ մարդկանց եթե մենք նման արտահայտություններ ենք անում դա վերաբերվում է միմիայն մոլորեցնողներին իմացողը բայց հակառակը պնդողներն են նրանք ուրեմն պատմության նոր եւ նորագույն շրջանում հայոց պետականության ակունքներում եւ հայոց պետականության կայացման մեջ իր դերն ունեցել է ռուսական կայսրությունը, խորհրդային Ռուսաստանը եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Հայկականության պահել եւ պահպանելու գործում 1800-ամյա միակ երաշխավորը, պահող եւ պահպանողը եղել է հայ առաքելական եկեղեցին։ Բոլոր հայկականության թշնամիների թիրախը դրա համար հայ առաքելական եկեղեցին է եւ Ռուսաստանը լուծում գալով ասել ճիշտ է գալով եկեղեցուն Նիկոլ Փաշինյանը եւ իր հետ փոխկապակցված մարդիկ իր իշխանության ներկայացուցիչները մի րոպե կներեք բայց երբ սկսեց Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ այս արշավը ինչից հետո Մարկ Ռուբիոյի պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հայտարարությունից հետո եւ Բելաուսովի որ տեսեք Ռուբիոն ասաց որ իրական պատերազմի վտանգ կա սանձողը մենք ենք Բելաուսովն ասաց Սյունիքի շուրջ խնդիր կա վտանգ կա դրանից հետո ինչ եղավ Նիկոլի հարձակումը եկեղեցու դեմ այս ամեն ինչը մի համատեքստում է լավ հարձակման բովանդակության իհարկե չենք անդրադառնա, մենք չենք քննարկելու Փաշինյանի ասածները ճիշտ էին, թե սուտ, հա ինքը։ Ես իմ բոլոր եթերներում ասում եմ, որ Նիկոլ Փաշինյան այն մարդը չէ, որ որևէ մեկի բարոյական նկարագիրը քննարկի կաթողիկոսին հələ չեն քաշվում կամ հոգևորականներին։ Այսինքն Փաշինյանը իր բարոյական նկարագրով, իր ապրած կյանքով, իր կենսագրությամբ այն մարդը չէ, սա իմ ձևակերպումն է, որ ինքը անգամ իրավունք չունի քննելու ջունգլի անոյի բարոյական կերպարը, ելուր մնաց հոգևորականների։ Բայց ինչ է անում քննարկման որակը բավական իջեցնում է։ Այսինքն հասարակության, այո, այնուամենայնիվ որքան էլ գիտակից մասան չի մտնում Փաշինյանի առաջ վերած քննարկումների մեջ, բովանդակության մեջ, բայց հասարակության ինչ որ շերտ սկսում է քննարկել։ Հասարակության ինչ որ շերտ ցավոք սրտի ոչ թե դատապարտում է Նիկոլ Փաշինյանին, որ անհասցե թիրախավորում է սրբազաններից մեկին այդ քերակնոջ հետ կապված պատմությունը, հասարակության ինչ որ զգալի շերտ սպասում է քերակնոջ հետ այդ տեսանյութին, կոմպրոմատներին, հա, մենք այդպիսի այդ որակի հասարակությունն էլ ունենք։ Ուրեմն եւ սա լավ կամ վատ չի, սա փաստ է, որի հետ պետքա առնչություն ունենանք։ Այն մարդիկ, ովքեր խուցպային հավատում են,
այդ մարդիկ որոշում կայացնելու եւ գործելու իրավունք պետք է չունենան նորմալ պետության մեջ։ Ինչը խուցպան։ Հիմա մի անգամ էլ ենք այդ օրինակը բերես, շատ լավ օրինակ է, երբ տղան կտակի համար սպանում է հորն ու մորը, դատարանը իր համար շատ ծանր պատիժ է տալիս, տղան դատարան քանի որ որբ է։ Հիմա այն մարդիկ, ովքեր այս հանցանք գործած տղային հանցանքը մոռանում են եւ վերցնում են, որ ինքը որբ է, սա խուցպան հենց սա է, որ ինքը որբ է, որբ լինելու հանգամանքը պետք է օգտագործվի իրան մեղմ պատիժ տալու համար, այս մարդիկ պետք է որոշում կայացնելու եւ գործելու իրավունք չունեն։ Հիմա Նիկոլ Փաշինյանի գործողությունը ո՞րն է։ Հիմա ինքը այս որբի պաշտպանն է դարել։ Հիմնականը թողում է, տեսեք իր ասացի մեջ, ասենք կարող է ճշմարտություն լինել, բայց այսպիսի ստոր, ճակերտավոր ստոր ճշմարտությունն է։ Եվ ոչ ոք չի կարող, մարդ որ չի կարդացել Աստվածաշունչ, ոնց կարող է որոշի տեղը ով պետք է նստի, ով պետք է չնստի։ Այսինքն ինքը ինչ է անում։ Ինքը մի ապարժեք քաոս է ստեղծում մարդկանց գլխներում, ով ինչից ուզի կարող է խոսել։ Սա դառնում է ապարժեք քաոս։ Եվ իօքուտ էլի Նիկոլի է։ Այսինքն հանրությունը այլևս չունի մի բան, որի շուրջ պետք է միասնական լինի։ Սա ամենացավալի բանն է։ Հետաքրքիր մտքի բերեցիր։ Ես ուրեմն 2-3 օր մտածում եմ ինչպես ձևակերպեմ միտքս եւ շատ օգտակար բան ասիր խուցպայի մասին։ Ինչի շուրջ է ուզում միտքս ձևակերպել։ Տեսեք, կաթողիկոսի եւ հոգեվորականության դեմ խոսում են մարդիկ, ես հիմա չեմ չափազանցում, ասելու եմ փաստեր, ներողություն, որ ստիպված եմ այս փաստերը հնչեցնել, բայց դրանք պետք է հնչեցվեն։ Մարդ, որը կասկածվել է սեփական մորը բռնաբարելու փորձի մեջ եւ մայրն է հաղորդում տվել։ Մարդ, որը դատարանում կեղծ ցուցմունք է տվել սեփական մոր դեմ։ Հա, բոլորը դուրս են եկել եկեղեցիից։ Մարդ, որը այս պահին էլ ունենալով պաշտոնական կին ունի ոչ պաշտոնական կին եւ պաշտոնական կնոջը պահում է կառավարական ամառունություն, ոչ պաշտոնական կնոջը այլտեղ։ Այս մարդիկ խոսում են մարդ, որը միասեռական հարաբերությունների մեջ է։ Մարդ, որը մի խոսք, այս օրինակ արդեն չեմ։ Այս մարդիկ, այս որակի մարդիկ քննում են վեհապար այրապետին, հերու չեն գնում։ Երկրի հակառակ կողմը գրքի հեղինակը, որը խոսում էր այն մասին, որ ինքը սիրում է հույս տղաների, այսքան հերիք է մարդկանց մոտ թող հետաքրքրություն առաջանա, հենց դրա համար եմ ասում, թող հետաքրքրություն առաջանա, գնան կարդան ինչ է այդ գիրքը եւ տեսնեն այս գրքի հեղինակը կյանքում որևէ բարոյական իրավունք ունի որևէ մեկին բան ասելու։ Այսքանը պետք չէ այդքան մանրամասնենք, ամենավատ, այսինքն թերմացքը անդրադառնում է հայկականությունը 1800 տարի պահած մի կառույցի։ Այդտեղ հոգևորը մի կողմ ենք դնում, հասկանում եք 1800 տարի, իրենց քաղաքական առումով եմ ասում, էլի հոգևորը մի կողմ, ճշմարտությունը մի կողմ, զուտ քաղաքական առումով դրանք անաստված են, իրենք հոգևորին չեն հավատում։ Այսինքն հային ու հայկականությունը 1800 տարի պահած կառույցին իրանք փորձում են ջարդել։ Ովքեր, այսինքն ամենաանբարոյականները եւ ամենաանարդարները։ Եվ հենց սա խուցպան է։ Հենց սա է խուցպան։ Այո, դրա համար եմ շնորհակալ եմ ձևակերպման առումով օգնեցիք։ Դրա համար հենց լավ օրինակ է հենց այդ է։ Խուցպան հենց էսա։ Այսինքն ով չի հասկանում հիմնականը, հենց այդ է ու ցանկացած հասարակության մեջ կան։ Ու այս շերտը շատ մեծ տոկոս է կազմում, բայց այս շերտը պետք է գերիշխող չլինի։ Դոմինանտ կարծիք պետք է չլինի, պետք է չճնշի իր կարծիքը, պետք է լինեն, բայց չճնշի առողջ կարծիքը։ Ու այս ամենը մեր մոտ շուտ է սկսվել։ Առողջ ձայնը լրացվել է այսպես էմոցիոնալ ճիչերով եւ անառողջ ճիչերով դեռ շուտվանից։ Հիմա գանք նրան, որ
եկեղեցին հոգևոր խորհուրդը գերագույն, հա, շատ հավասարակշիռ հայտարարություն արեց հայտարարություն, որից զգացվում էր, որ այդ մարդիկ հոգևոր հայրերը իրենց պատասխանատու են զգում ոչ միայն այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավատում աջակցում են իրենց, այլ այն մարդկանց նկատմամբ, ովքեր գուցե չեն հավատում իրենց, կամ գուցե ընդհանրապես հայրաքելական եկեղեցու հետևորդ չեն։ Իսկ սա պատասխանատվություն էր պետության եւ հանրության ժողովրդի Դրա նկատմամբ։ մասին ենք խոսում ինքը։ Նույն վարկագիծը դրսևորեց վեհապար հայրապետը, բայց այդ թվացial աջակցողների շրջանակում կան քաղաքական խմբեր, որոնք պատրաստ են խաղալ Նիկոլի խաղը։ Այսինքն մարդիկ տեսեք ինչ են հայտարարում։ Ասում են Նիկոլ Փաշինյանը ուզում է արյուն թափել։ Մենք ընդունում ենք այդ պատերազմի մարտահրավերը։ Սա ինչ է, եթե ոչ խաղալ Նիկոլի խաղը։ Սա ինչ է, եթե ոչ եկեղեցուն Չէ, Նիկոլի վատ խաղը։ ներողություն, եկեղեցուն ներքաշել եղբայրասպան ինչ որ գործընթացի մեջ։ Եկեղեցուն ներքաշել արյան, այս անարդար թափված արյան գործընթացի մեջ, հետո ասել, բա եկեղեցին ինչի փլվեց։ Ուրեմն սրանց սա ինչ է նշանակում, որ այդ ասողների եւ Նիկոլի արմատը նույնն է։ Այո։ Այսինքն իրանք չեն հավատում ոչ հոգևորին, ոչ Աստծուն։ Իրանք այս ռոպեական շահերով են առաջնորդվում։ Մարդուն եւ մարդկանց ատելությունից եւ սիրուց ավելի շատ կուրացնում է իշխանատենչությունը։ Այն մարդկանց, ովքեր տեսել են ինչա իշխանությունը։ Այսինքն այդ իշխանություն կորցրած մարդիկ ամեն գնով ուզում են հետ վերադառնալ այդ կարգավիճակին։ Իսկ սրանց համար այլևս կարմիր գիծ գոյություն չունի։ Սրանք ընդཐུպ պատրաստ են եկեղեցին դնել հարվածի տակ, ինչը թե ինչ որ քաղաքական միավորներ ձեռք բերեն։ Դրա համար այս ընթացքում շատ զուսպ մեր կողմից էլ, այսինքն եկեղեցու զավակների կողմից էլ ցանկացած բան շատ զուսպ պետք է լինի եւ պետք է չտրվենք ոչ մի կերպ էմոցիաների։ Ինչքան էլ իրանք ու պետք է հստակ գիտակցենք, որ մեր դիմաց շատ զորեղուժեր են խաղում, որոնք շատ լավ կարողանում են էմոցիաների վրա խաղալ, բայց պետք է չտրվենք։ Փառք Աստծո, եկեղեցին իր տեղում է, այդ 1800-ամյա իր իմաստությունը ցույց տվեց, իր համարժեք պատասխանը փորձ է արված, տարայի մեջ լցված են երկու տեսակի մրջյուններ։ Իրարից ինչ որ ձևով տարբերվող, բայց դրանք մրջյուններ են բոլորն։ Եվ դրանք հանգիստ գոյատևում են։ Եվ փորձը հետևյալն է. թափահարում ես տարան, մրջյունները սկսում են իրար սպանել այդ թափահարումից։ Հիմա մենք եթե վերացարկվենք եւ փորձենք այդ process-ը մեզ վրա այսպես տարածել, մենք ուղղակի պիտի նայենք ով է թափահարում այս ամեն ինչը։ Ոչ թե իրար սպանենք այդ թափահարումը, ասել եմ մի րոպե, բայց իսկում է ձեռնտու այս process-ը, որովհետեւ ինչքան էլ դուք ասում եք Տիկոլը գիժա, չգիտեմ, չի պատկերացնում, ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մտնում այս գործընթացի մեջ։ Առնվազն իր տերերը իրեն ասում են, որ կանես այս քայլը կլինի ենթադրաբար, կլինի այս արձագանքը։ Իրենց պարտությունը կարող է լինել մի դեպքում, եթե իրենց ենթադրած արձագանքը դու չտաս։ Այո, սա մտար իրենց խաղի կանոնների մեջ, եթե դու արդեն մտար, դու արդեն պարտված ես։ Որտեւ այդ խաղը գծված այնպես, որ դու հենց այդպես դու եթե ուզում ես հաղթել, պետք է իրադարձում չլինես։ Դու չես կարող հաղթել, դու չես կարող մտնես այդ տարայի մեջ ու չցնցվես։ Դու պետք է տարայի մեջ ուղակի չմտնես։ Եթե մտար, արդեն ցնցվելու ես։ Մենք արդեն այդ տարայի մեջ ենք, ասեմ իմանաս, բայց եթե անգամ ցնցվում է, դու պիտի ուղղակի հարցնես, իսկ արդյոք ինձ պետք է դիմացինից հոշոտել, ոչնչացնել, սպանել, հանուն ինչի է։ Մյուս կողմից ես նայ, ինչ եմ նայում։ Թե ում սպանենք, էլի ուղղակի տեսեք։ Չէ, որը մեկի պետք չի սպանել, բայց ինչ եմ գալի, որ եթե անգամ դու տարայի մեջ ես, դու պիտի լսես խելամիտ մարդկանց, որ իսկ ումա պետք է ցնցում։ Ցնցողին, հա, հասկանամ, պիտի գոռաս, որ ցնցող կա, մենք մեղավոր չենք, արեք իրար չսպանենք, Հիմա հասկացա։ ես ինչ եմ տեսնում։ Ես այլաբանորեն այլ խաղն էի ասում, որ պետք չի մտնել իր դաշտի, հենց մտար իր դաշտի մեջ, արդեն պարտված ես։ Պետք է չմտնես իր դաշտը։ Եթե մարդուն համոզում են, ասենք,
բոքսի տանձիկի շորեր հագնելու մտնել ռինգ, ինքն այնտեղ տանձիկի դերա տանելու, ուրեմն տպվելու է։ Չէ, դու մտնում ես, դու քեզ ասում են հակիր ես շորերը, ասենք, բայց ինչով են քեզ բանում, ասենք, տալիս են բրենդային շորը, դու այդ խախտնվելով բրենդային շորը, արդեն կուրանալով բրենդային շորի այդ փայլից, դու մոռանում ես, որ դու ընդհանրապես բոքս բռնցքամարտով չես զբաղվել, բայց քո դեմ արդեն պրոֆեսիոնալներն են, մտնում ես ծեծուտելուց, բայց ես ո՞նց եղավ որ ծեծ կերա։ Հիմա այսինքն այդ ժապավենը փայլում հաջորդ շերտը, որ ես առանձնացրել եմ ինձ համար, դա այն է, որ մարդիկ, ես իհարկե որևէ մեկի դատապարտելու իրավունք չունեմ, բայց մարդիկ հայտարարում են մենք եկեղեցու կողքին ենք, հա, բայց նայում ես իրենց ամբողջ կյանքը, ովքեր։ Չէ, ինչ որ մարդիկ, բոլորի մասին չի խոսում, ներողություն, ես ավարտեմ միտքս դուք արձագանքեք։ Այդ մարդկանց ապրած կյանքը, քաղաքական գործունեությունը մեզ անբարոյականության մեջ թաղված, ասես ընկեր, եթե ուզում ես եկեղեցու կողքին լինել, մի խափի, մի շնացի երևի թե ու պահի եկեղեցու կանոնները։ Այսինքն եթե դու սրիկայությամբ եթալուս կանգնես եկեղեցու կողքին, դա ավելի շուտ եկեղեցու վրա բան քսել է, հետք քսել է։ Եկեղեցու կողքին մի կերպ կարող ես կանգնել, մի կերպ քրիստոնյա լինելով։ Այսինքն, տեսեք, ուրիշ տեղ գնաց թեման արդեն կերկարի։ Իրավիճակի գնահատման եւ իրավիճակի մասին որևէ բան վերլուծելուց եւ խոսելուց ամենակարևորը, որի մասին պետք է խոսվի, դա այն պետք է լինի, որ Նիկոլը հետևանք է։ Նիկոլը հետևանք է մեր անասելի անարդարության եւ անբարոյականության մեջ թաղված լինելու։ Սա է պատճառը։ Քանի այս պատճառը չի շտկվել հետևանքի դեմ, մրցելը գրեթե անհնարին է։ Շտկվելը իհարկե համաձայն եմ ձեզ հետ, բայց շտկվելուց բացել է պետք է հասկանալ, որ կա պատճառ։ Ուրեմն Մարդիկ ընդհանրապես ասում են մեր դժբախտությունների պատճառը Նիկոլն է, բայց Նիկոլը հիվանդությունն է։ Նիկոլը հետևանքն է։ Հարուցիչ չի։ Հարուցիչը չի։ Հիմա հարուցիչը չի կարող հետևանք շտկել։ Դա նոնսենս է։ Մենք մարդուն չենք դատապարտում իր ապրելու համար, բայց ասում ենք ընկեր, որ դու անարդարության եւ անբարոյականության սիմվոլ ես քո ուղնուցծով եւ տեղով, եւ չես էլ զղջացել նույն կյանքով շարունակում ես նույն կենցաղավարությունը վարել։ Ընկեր կլինի դու եկեղեցու անունը չտաս, քանի որ եթե դու եկեղեցու անունն ես տալի եւ եկեղեցու կողքն ես լինում, քո պատճառով առողջ մարդկանց մոտ եկեղեցու մասին այլ կարծիք է կազմվում։ Որովհետեւ դու այն մարդկանցից մեկն ես, որ նոր ես մեկին տեսա այնտեղ կոչերով նաև հանդես եկող, որով 18 թվականին չեմ հիշում իր առանցքային պաշտոններ եւ չեմ հիշում ինչ որ մի բան ասած եւ արած լիներ եկեղեցու համար։ Բայց դրա հնարավորությունը հիմնական ինքն ուներ։ Խոսքը Արտուր Վանեցյանը։ Այո, այսինքն Արտուր Վանեցյանը եկել եւ ասում է եկեղեցու պաշտպանենք, սա ողբերգություն է, սա ծիծաղելի չէ, սա ողբերգությունն է։ Այսքանը։ Ընդ որում մի պարագայում սա էլ ասեմ, պարոն Վանեցյանը չնեղանա, որ չասեցի։ Ինքը երբ հիմա պաշտպանում է եկեղեցուն, դեռ եկեղեցու եւ վեհապարի վրա ֆիզիկական հարձակում չկա։ Այն ժամանակ կար, հիշում ես վեհապարի։ Իհարկե լավ եմ հիշում։ Այդ մարդիկ ուղղակի պետք է փտեին բանտերում իրենց արածի համար, առնվազն ԱԱՑ-ն ոնց որ ինչ որ անիմաստ պատմություններով մարդկանց պոլերին էր ծեփում, այդ մարդկանց պիտի պոլերով հենց այդտեղ ծեփեն։ Չէ, վեհապարին քաշքշում անգամ կյանքի համար վտանգավոր իրավիճակ մի տեղ ստեղծվեց։ Չէ, ինքը այդ ժամանակ մտել էին վեհարան, այդ սրիկա խումբը եւ այն ինչ որ արվել է 2018-ին, հիմա դեռ չի արվել, ասենք որ այո, իր ժամանակ։ Հիմա ուղղակի դրանից հետո ինքը դրա կարկառոն ներկայացուցիչներից մեկի Գյումրեցու դրանն ես ուղղակի չեմ ուզում տալ, այնպես չի որ կաշկանդում, պրոստը ուղղակի զուտ կեղտոտվելու պահն է։ Նրա այդ նկարելուս հրապարակում։ Շնորհակալ եմ Ազատ հետաքրքիր քննարկման համար։ Մենք արձանագրեցինք եթերից առաջ, որ դու ամեն շաբաթ անպայման կլինես մեր եթերում, մենք քննարկենք կարևորագույն թեմաներ։ Բայց մենք այլ բանել էինք արձանագրել, ոնց որ դա կմնա հետո կխոսենք։ Շնորհակալ եմ, իջեցնեմ դերից մենք Ազատ Ադրմանից, տեսնենք հանդիպենք։